Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, այս հաղորդման ընթացքում կրկին անդրադառնալու ենք վարորդական քննության այն հարցերին, որոնց հասկանալը մեծապես հեշտացնում է քննության ընթացքը։ Մեկնաբանություններում չմոռանաք ուղղել ձեզ համար անհասկանալի հարցեր, իսկ մենք սիրով կպատասխանենք հետագա հաղորդումների ժամանակ։ Իսկ մանրամասն հարցերի եւ ընկեր Արթուրի մոտ տեսական դասերին գրանցվելու համար կարող եք զանգահարել X-Drive-ին։ Ողջույն ընկեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն դու։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր թեստը շարունակում ենք, չէ՞։ 14-րդ թեստը, 15-ի շարունակությունը մենք միասին պիտի նայենք, այո։ 11-րդ հարցից շարունակենք։ Շարունակենք։ Թույլատրվում է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։ Ահա։ Վազանցել չի թույլատրում, թե թույլատրում։ Ինչի չի թույլատրում կամ ինչի է թույլատրվում։ Նշանները ինձ։ Ահա, ինչ էր հուշում։ Բայց ես չեմ հիշում ինչ են հուշում։ Լավ։ Մինչ 300 մետրից Ապրես, ու ամենաշատը 300 մետր հետո հանդիպելու է երկաթուղային գծած, գնացքի գծերը։ Ահա։ Իսկ ինչի 300 մետրից, որտեղ ամեն մի կարմիր գիծ ամենաշատը 100 մետր է։ Ու ստացվում է այստեղից հասկանում ենք, որ 150-ից 300 մետր տարածություն է մնում, մինչև հասնենք երկաթուղի։ Կթույլատրի, բայց վազանց կատարել։ Ճիշտ ես։ Ինչի կթույլատրվի։ Քանի որ չի թույլատրվում վազանց կատարել երկաթուղային գծերի վրա, եւ դրանից 100 մետր առաջ։ Հա, եթե 300-ը, ուրեմն կթույլատրի։ Ագին տարածություն կա, այստեղ թույլատրում։ Ստացվում է ինչ որ մենք արդեն մոտենում ենք, հասնում ենք նույն նշանից 1 կարմիր գծով, ու 2 կարմիր գծի դեպքում պետք է մեր վազանցը արդեն սկսենք ավարտել։ Հա։ Իսկ 1 կարմիր գծի դեպքում պետք է լիարժեք ավարտած լինենք, ոչ թե նոր սկսենք անել, քանի որ նորից եմ կրկնում, արգելվում է երկաթուղային գծանցում եւ դրանից 100 մետր առաջ։ Իսկ անցնելուց անմիջապես հետո կթույլատրվի։ Շատ լավ, ստեղ թույլատրում ենք։ Հաջորդ հարցը։ Ինչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկությունը մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։ Ահա։ Ստեղ ուղղակի հիշել է պետք, քարշարկումը գիտենք որն է, մեկը մյուսին, որ անսարք վիճակում գտնվում են, կապում է քաշի։ Քարշարկման արագությունը պետք է լինի ոչ ավել, քան 50 կմ/ժ։ Դա կապ չունի բնակավայրում է իրականացվում այդ քարշարկումը, թե բնակավայրից դուրս։ Էական չի ճկուն կցիչով, ենթադրենք պարանով, թե կոշտով։ Քարշարկման առավելագույն արագությունը դա 50 է։ Լավ, էական էլ չի, թե որ տրանսպորտային միջոցը մեկը մյուսին քարշ, օրինակ թեթև մարդատարին, թե բեռնատարին, թե ավտոբուսի, դա էական չի։ Քարշարկման արագությունը 50 ոչ ավել։ Հասկացա։ Թույլատրվում է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում։ Արգելվում է, քանի որ գծանշման ընդհատվող գծի եւ կանգ առած տրանսպորտային միջոցի միջև հեռավորությունը պակաս է 3 մետրից, արգելվում է ամսվա զույգ օրերին, թույլատրվում է։ Այստեղ զույգ օրերը կապ ուներ, կապ չուներ, չէ՞։ Չէ։ Դե զույգ օրերի դեպքում սենց 2 սպիտակ գիծ ա լինում մեջտեղում, կենտի դեպքում 1 սպիտակ գիծ։ Կենտ ու զույգը կարևոր չէ։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ նշան է սա։ Այստեղ կանգառն արգելող չէ։ Կայանում արգելում նշանը։ Իսկ կայանումը դա 5 րոպեից ավել անշարժ վիճակի բերելն է տրանսպորտային միջոցի։ Այսինքն դրանից մենք հասկանում ենք, որ կանգառ կատարել թույլատրվում է մինչև 5 րոպե։ Հա։ Ստացվեց։ Այստեղ կայանումն է արգելում, թույլատրվում է։ Ահա, թույլատրվում է արդյոք ավտոմոբիլին կանգառ կատարել այս վայրում։ Այո, թույլատրվում է։ Կանգառ կարելի է։ Եթե նշված լիներ կայանում, իհարկե կասեինք ոչ։ Հասկացա։ Որ տրանսպորտային միջոցի վարորդն է խախտել կայանման կանոնները։ Այստեղ նշանը միակողմանի ուղղությունը ցույց տալիս։ Միակողմանի փողոց։ Միակողմանի փողոց, որտեղ կանգառ կատարել չի կարելի։ Տես, միակողմանի փողոցում կթույլատրվի ճանապարհի եւ աջ մասում, եւ ձախ մասում, թե կանգառ, թե կայանում կատարել, եթե արգելող նշաններ չկան։ Իսկ արգելող նշանները ճանապարհի որ կողմում որ տեղադրված կլինեն, իրենք միայն այդ կողմի վրա կազդեն։
Հա, կապույտ ավտոմոբիլը ուրեմն խախտել է։ Այո, որտեվ աջ կողմում է տեղադրված կանոն արգելող նշանը, կապույտ մեքենան գտնվում է նշանի ազդեցության գոտում, ինքը ստեղ կանելու իրավունք չունի։ Բայց մյուս Ինչ վերաբերում է կարմիրին, կարմիրն իրավունք ունի ձախ կողմում կանգար կանոն կատարելու, որտեվ արգելող նշան չկա։ Բայց այս դեպքում էլ իրավունք չունի, ինչու՞, որտեվ սա մուտք է, տեսնում ես։ Մուտքի առջև է կանգնել, մի քիչ որ առաջ գներ կթույլ է։ Անկյունային մասերից պետք է լինել 5 մետր հեռու, որպեսզի մուտք ու ելք կատարող, շրջադարձ, հետադարձ կատարող տրանսպորտային միջոցներին չխանգարեն։ Այստեղ նշանի տակ չի գտնվում, բայց ուրիշ խախտում է կատարվում։ Ապրես։ Ուրեմն երկու վարորդներն են խախտել։ Հիշել, նույն ինքը խաչմերուկներում, հատումներում, հարումներում, անկյունային մասերից հաշված բոլոր կողմերից 5 մետր պետք է լինել հեռու։ Եթե ոչ, ուրեմն դա համարվում է խախտում։ Հիմա այստեղ երկու տրանսպորտային միջոցներն են խախտել են կանոնները։ Մյուսն ենք նայում։ Որտեղ է թույլատրվում երկարատև հանգստի գիշերակացի եւ այլ նպատակներով կայանելը բնական վայրերից դուրս։ Ճանապարհի կողմնակներին, կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս, ճանապարհը երթևեկելի մասի աջ կողմում չխոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ճանապարհի ձախ կողմում ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհի կողմնակներին Տես, նախ հարցից ինչ ենք հասկանում։ Երկարատև հանգիստը կամ գիշերակացը դա քնել, հանգստանալ, պատկերացի այդ նպատակով եթե փորձում ես կայանել բնակավայրից դուրս, կողմնակից օգտվել չի թույլ տալիս։ Կայանման համար նախատեսված հրապարակներում, այո, կամ նախատեսված հրապարակներում, կամ եթե չկա այդ կայանման համար նախատեսված հրապարակը, կամ չես ուզում օգտվես այդ հրապարակից, մեքենատ պետք է ճանապարհի սահմաններից լրիվ հանես դուրս։ Հա։ Ճանապարհի սահմաններից դուրս այնտեղ ենթադրենք ծառեր են, դաշտավայրը, անտառը, ինչ որ միտեղ լրիվ դուրս։ Խոսքը վերաբերում է գիշերակացին, երկարատև հանգստին։ Իսկ կողմնակի վրա չի թույլ տալիս, որտեղ կողմնակն էլ է համարվում ճանապարհի տար մասնիկ։ Համար չի թույլ տալիս, ասում է լրիվ անվտանգության նկատառումից ելնելով մեքենան լրիվ սահմաններից հանել դուրս։ Հասկացա։ Հաջորդ հարցը Եթե համապատասխան նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի, վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին։ Ճիշտ ես։ Երկայնական թեքությամբ։ Երկայնական թեքությամբ։ Հանդիպակացը ուրեմն որոշակի թեքություն ունի, ուրեմն պետք է զիջել վայրեջքի ուղղությամբ ընթացողին, վերելքի ուղղությամբ ընթացողին, թե ընդհանուր օգտագործման։ Ընդհանուրը դժվար։ Էական չի դա ընդհանուր օգտագործմանը, թե ոչ։ Վայրեջք։ Նայ, պետք է զիջել վերև բարձրացողին, վերելքի ուղղությամբ ընթացողին։ Ինչու՞։ Վերև բարձրացողը դժվարությամբ է բարձրանում։ Հա։ Ջանքեր է գործադրում։ Դրա անգամ արի մի այսպիսի օրինակ, լավ, մի փոքր կոպիտ, բայց լավ օրինակ։ Պատկերացրու աստիճաններով հենց ինքը դու կամ ես բարձրանում ենք ոտքով։ Դժվարությամբ ենք, չէ, բարձրանում։ 2-3 հարկ կբարձրանանք, կհոգնենք, բայց իջնելիս դու ավելի շատ կարաս իջնես, չհոգնես։ Ճիշտ է, ջանքեր չես։ Վերելքի ուղղությամբ ընթացողը կունենա առավելություն։ Իջնողը պարտավոր կլինի զիջելու, այսպես էլ կարող ես հիշել։ Հա, հասկացա։ Իսկ պիտի լինել ուշադիր։ Ինչու՞։ Նմանատիպ հարց կար, իմ այդ հարցի պահանջը կարդանք։ Ապա ճանապարհը պետք է զիջել։ Ում վերելքի ուղղությամբ ընթացողին։ Իսկ եթե հարց հնչի այսպեսին, ճանապարհը ոչ թե պետք է զիջել, այլ ճանապարհը պետք է զիջի։ Զիջի վայրեջքի ուղղությամբ ընթացողը։ Լավ։ Ստացվում է, եթե մենք ուշադիր չկարդանք, հնարավոր է իմանալով սխալ պատասխանենք։ Բայց եթե ուշադիր կարդանք, հարցի պահանջը ճիշտ հասկանանք, ճիշտ կպատասխանենք։ Այս դեպքում ճանապարհը պետք է զիջել վերև բարձրացողին, վերելքի ուղղությամբ ընթացողին։ Ստեղ որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Ահա։ Զիջի ճանապարհը,
դեղին ավտոբուսինը։ Այո, որտեղ արդեն այստեղ կահավորված է տվյալ հատվածը ճանապարհային նշաններով։ Տես նախորդ հարցում մենք ասեցինք, չէ, ճանապարհը պետք է զիջի իջնողը։ Հա։ Բայց եթե տվյալ հատվածը ճանապարհային նշաններով կլինի կահավորված, ոնց որ այս հարցում, արդեն դեռ էական չի ճանապարհը կլինի ուղիղ, վերելք, վայրեջ, դա կարևոր չի, պետք է հետևենք նշաններին, իսկ ըստ նշանների, այստեղ տեղադրված են առավելության նշաններ, ում առջև տեղադրված է կապույտով քառակուսին, նա ունի առավելություն, նա պետք է ճանապարհի նեղ հատվածը, նեղ մասը անցնի առաջինը։ Հա, ուրեմն ավտոբուսի վարորդը։ Ահա, ով պետք է զիջի ճանապարհը, ավտոբուսի վարորդը, կնշենք ճիշտ պատասխանը սա։ Իսկ եթե կա նմանատիպ հարցեր կամ էս հնարավոր է էլի հանդիպի հաջորդ հանդիպման ժամանակ, տես դիմացից մոտեցողը այնտեղ մոտոցիկլ է։ Ու ոնց է հնչում հարցը, ասում է, այս տրանսպորտային միջոցները եթե մեկը մյուսին չեն խանգարում իրար, այսինքն կարող են իրար հետ միաժամանակ անցնել, ճիշտ է, ասենք զիջելու կարիք չի լինի։ Բայց եթե կա զիջելու կարիք մեկն ու մեկը դրանցից պիտի անցնի, դու եք նշանել։ Նշաններից է կախված։ Շատ լավ։ Մյուս հարցը։ Թույլատրվում է երթևեկել նշված հետագծով, երբ դարձափոխային լուսացույցներն անջատված են։ Ահա։ Թույլատրվում է վազանցելու նպատակով։ Այստեղ կտրատված է, բայց Ահա։ Հիշում ես դարձափոխային գոտին կամ դարձափոխային կարգավորում փողոցը ոնց է իրականացվում։ Լավ, տես։ Նախ գետնի վրայի գծանշումները տեսնում ենք կրկնակի հոծգծերի, կարելի ասել ընդհատված տարբերակը։ Այո։ Տվյալ գոտու վերևում կախված են, գոտու վերևից տեղակայված են լուսացույցեր, եւ այս լուսացույցերը վերաբերում են դարձափոխային գոտուն, որ շարքի վերևում որ կախված կլինի, այդ շարքին է միայն ու միայն վերաբերում այս լուսացույցերը։ Ու չի կարելի մուտք գործել եւ այդ գոտիով երթևեկել, եթե լուսացույցի ազդանշանը կլինի կարմիր, դե կարմիրը գիտենք արգելող ազդանշանը, կամ անջատված։ հա։ Հիմա այս դեպքում անջատված նշանակում է չի կարելի մուտք գործել այդ գոտի։ Ոչ մի դեպքում։ Վազանցել նպատակով։ Ոչ վազանցելու, ոչ շրջանցելու, ոչ երթևեկելու, ոչ մի դեպքում։ Հիշիր, կարելի է ընդամենը մուտք գործել դարձափոխային գոտի մի դեպքում։ Երբ որ լուսացի ազդանշանը կլինի կանաչ, այս սլաքի տեսքով, սլաքը լինում է կանաչ գույնով արված, որը ցույց է տալիս այդ գոտին։ Ասում է այս գոտիով իրավունք ունես տվյալ պահի երթևեկելու, քանի որ կանաչ է լուսացի ազդանշանը։ Ստեղ ուղակի արգելում ենք։ Մյուսը Տվյալ իրավիճակում որ տրանսպորտային միջոցներն ունեն երթևեկությունը շարունակելու իրավունք։ Ահա։ Կարգավորվող կա։ Ճիշտ Եթե ես։ մարդատար ավտոմոբիլը ուղիղ, բարեկային ավտոմոբիլը բոլոր ուղղություններով, ավտոբուսը միայն աջ։ Այստեղ մի րոպե։ Դու կարգավորողի դիրքը պատկերացնում ես այստեղ նկարով, դեմքով ու մականգնած։ Դեմքով։ Այսինքն Ոնց որ ավտոբուսա կանգնած ճիշտ է։ Դեմքով աջ ձեռքը պարզած է առաջ դեպի ավտոբուսը։ Հա։ Այսինքն այս դիրքով դիմացից մոտեցողին թույլատրվում էր միայն աջ, իսկ ձախ թևի կողմից մոտեցողներին Բոլոր ուղղությունները։ ապրես, շատ ճիշտ հիշում ես։ Հիմա դիմացից մոտեցողն ով է այս դեպքում։ Ավտոբուսը։ Իրանք թույլատրվի միայն աջ։ Միայն աջ։ Ավտոբուսին թույլատրեցինք, իսկ ձախ թևի կողմից մոտեցող Բոլոր ուղղություններով։ բարեկային է մոտենում, նա իրավունք ունենա բոլոր ուղղություններով։ Հիմա պիտի ընտրենք եղած պատասխանների մեջից Թեթև մարդատար ավտոմոբիլը ուղիղ, բարեկային ավտոմոբիլը բոլոր ուղղություններով, ավտոբուսը միայն աջ։ Ահա, թեթև մարդատարին թույլատրվում էր։ Միայն բարեկային ավտոմոբիլը բոլոր ուղղություններով, չէ, թեթև մարդատարին չէր թույլատրվում։ Ապրես։ Բարեկային ավտոմոբիլը բոլոր ուղղություններով, ավտոբուսը միայն աջ։ Սա գտանք մեր ուզած պատասխանը, Որովհետև դա թեթև վերջին։ մարդատարին չի թույլատրվում։ Թեթև մարդատարը թիկունքի մեջքի կողմից է մոտենում, նրան ոչ մի ուղղությամբ շարժվել չի թույլատրվում։ Մենք ունենք ստեղ վերջին պատասխան, որը եղածների մեջի ամենաճիշտն է, կարելի է այսպես ասել, բարեկայինը բոլոր ուղղություններով, ավտոբուսը միայն աջ։ Իհարկե ուղղություններն է հարցնում։ Ու
Վերջի հարցը փորձենք։ Շաքար ախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատ առողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ինչ պետք է անել այդ դեպքում առաջին հերթին։ Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ, առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ, խորհուրդ տալ ներարկել ինսուլին։ Առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ։ Հանգստանալով հարցը կարծես թե չի լուծվի։ Նու բացատրությունը հնարավոր է մի փոքր սխալվեմ այստեղ։ Պատճառաբժշկական իմ կրթություն չունենալն է իհարկե, բայց ես գիտեմ իր պատասխանը մակերեսորեն։ Այսպես, եթե չի հիշում, նշանակում է շաքարը արյան մեջ տոկոսը իջած է, շաքարի տոկոսը իջած է։ Նա պետք է տալ շաքար, քաղցր, հեղուկ, պատկերացրու այսպես, եթե անգամ այդ մարդու շաքարը մի քիչ շատ բարձրանա, դա այնքան էլ վտանգավոր չի համարվի, ինչքան որ շատ իջնի։ Լավ, եթե ինքը ներարկել է ինսուլին, չի հիշում, նորից ինսուլին ներարկենք, այդ շաքարը շատ կարա իջնի, ու կոմայի մեջ ընկնի, մարդը մահանա։ Դրա համար տալիս ենք շաքար, քաղցր, հեղուկ։ Լավ, նու այսպես բացատրեց։ Շնորհակալ եմ շատ դասի համար։ Ես եմ շատ շնորհակալ Սյուզան ջան։ Իհարկե։ Հետևողներից այստեղ մեզ խնդրել են, որպեսզի օրինակի միջոցով բացատրենք, քանի խաչմերուկ կա նկարում, չի ստացվում հասկանալը։ Իմ կարծիքով խաչմերուկների մասին բավականին խոսել ենք, օրինակի միջոցով են խնդրել, բայց կա այդտեղ օրինակ ուղարկել են իրենք։ Չէ, մեզ են խնդրել, որպեսզի օրինակի միջոցով բացատրենք, քանի խաչմերուկ կա նկարում։ Քանի խաչմերուկ կա նկարում։ Հա, բայց պիտի մենք իմանայինք, իրանք պիտի ուղարկեն, որ մենք տեսնենք, թե որի մասն է խոսքը։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, նախ ասեմ, խաչմերուկը դա ճանապարհների հատման վայրն է։ Երկու ճանապարհ իրար հետ մի կետում, մի հարթության վրա եկան, հատվեցին, դա համարվում է խաչմերուկ։ Իսկ այնտեղ քննական տոմսերում օրինակներ կան, օրինակներից մեկում կա մեկ թե մի քանի օրինակներ կա, կարճ ասած, այդտեղ մեկ խաչմերուկ է։ Ճիշտ է, մի ուղղությամբ կա բաժանարար գոտի, հատվողությամբ բաժանարար գոտի գոյություն չունի, բայց դա էական չի ճանապարհը բաժանարար գոտի ունի թե չունի։ Գոտիների քանակն էլ էական չի մի ուղղությամբ թե երկու ուղղությամբ։ Ենթադրենք ամբողջ ճանապարհն ունի 4 գոտի թե 6 գոտի, դա էական չի, ինքը համարվում է մեկ ճանապարհ։ Իսկ եթե մի ճանապարհ մեկ այլ ճանապարհի հետ հատվում է, դա համարվում է ընդամենը մեկ խաչմերուկ։ Փորձեցինք ասենց պարզ բացատրել, ինչքան հնարավոր է, խոսանք հասկանալի դարձավ հարցի պատասխանը։ Շնորհակալ եմ շատ դասի համար։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ դասի նոր թեստ կսկսենք։ Շատ լավ։ Այսօրվա համար էլ պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալ ենք մեզ հետևելու եւ մեր կողքին լինելու համար։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։